Առաջիկայում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, հետևում եք քաղաքական զարգացումներին։ Գնալու եք ընտրության։ Չգիտենք։ Հələ պարզ չի արել։ Կա նախընտրած ուժ, որին կուզեք։ Չէ։ Լսում եք քաղաքական խոսք թեկնածուներից, խոստումնալից ծրագրերի։ Երկուսին նայում եք, չէ, այդքան չէ։ Ըստ ձեզ ում մեջ է մրցակցությունը։ Ավելի չէ։ Դուք ինչ կասեք։ Խորհրդարանական ընտրություններ են առաջիկայում Հայաստանում, հետևում եք այս զարգացումներին։ Իհարկե հետևում։ Ում մեջ է ըստ ձեզ մրցակցությունը։ Արտակ Սարգսյան։ Արտակ Սարգսյանն ով է։ Եթե չեք իմանում, YouTube-ով կարող եք իմանալ։ Արտակ Սարգսյան չեք imանում։ Որ Գեներալ լեյտենանտ։ տեխնացու է։ Քենիայի գեներալ լեյտենանտ Արտակ Սարգսյան։ Տեխնացու է ինքը։ Ոնց։ Որ ուժն է ներկայացնում։ Հենց Քոչարի կուսակցությունն է կոչվում։ Լավ, հասկացա։ Որ խնդրեմ հեռախոսով իմ ձայնը կանջատեք, սենց լսեք, ինձ հետո կելի կշարունակեք լսել։ Շնորհակալություն։ Ինչ եք կարծում, ով կգա իշխանության ամսի 7-ի ընտրություններից հետո։ Ես որ ասեցի հույս ունեմ, որ ինքը անցնի։ Բայց կարծում եք ինքս Փաշինյանի, Սամվել Կարապետյանի, Քոչարյանի հետ կարող է։ Փաշինյանի անունը մի դուր ներվերից վրա ազդում է։ Այսպես ճակատին կտայի, եթե հանգարց անց ստացի, որ մոտիկից իրան տենամ։ Ինչու։ Ինչու։ Էլ ինչու։ Այսքան բան որ արվել է, էլ ինչու, այդ ինչ հարց եք տալ։ Լրիվ ամեն ինչի մեղավոր է ինքն է։ Նա ասում է խաղաղություն եմ բերել։ Այ բերանից եկա պետք է ասեի, Խնդրում եմ եթերային միայն խոսել։ ծրագիր է կատարում, ինքն էլ ապուշի մեկն է, մեկ էլ ոնց որ հոգեկան հիվանդ եղնի, բայց հիմնականում ինքը ծրագիր է կատարում։ Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան հրյաներին էլ հետ մեկտեղ դրանց ծրագիրն է կատարում։ Շատ վատ վիճակի մեջ ենք, եսիմ։ Լավ, իսկ հիմնական ընդդիմադիր ուժերի մեջ, եթե նայում եք Քոչարյան, Կարապետյան, Չէ, Սամվել Կարապետյանն առաջնային, բայց ես հույս ունեմ Արտակ Սարգսյանը անցնի։ Եթե ժողովուրդը մի քիչ դատողությամբ մոտենա հարցին, կարծում եմ, որ Արտակ Սարգսյանը կանցնի։ Հետևում եք այս նախընտրական զարգացումներին, թեժ իրավիճակ է, ինչ եք կարծում։ Ես չգիտեմ, ինչ պետք է կարծեմ։ Ակտիվ Ով է այդ բան նախընտրական բաները։ Նիկոլ Փաշինյան, Քոչարյան, Իսկ Ծառուկյան։ ասու։ Բալեց, չենք ուզում խոսանք ոչ Նիկոլ Փաշինյանը լավ մարդ, այն որ եկա բարևեց ինձ այստեղ կանգնած։ Լավ էլ խոսում էր բան, ես վստահում եմ Նիկոլին, կարող է այս երկիրը ոտի կանգնացվի, ես ինչ իմանամ։ Ես կմեռնեմ, աղջի։ Կմեռնես, Իսկ վերածու գնացեք, աղբոր պես։ Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանը, շատ լավ մարդ է։ Երևի մի բան կանի, այսքան բաները որ այլա թոշակներս բարձացրեց ահագին, հենա նայում եմ։ Թոշակները բարձացրեց։ Թոշակառուներին ոնց էր դեռ առնում դրանից 10 օր առաջ։ Ձեր չի առել։ Բա ինչ արել, չես լսել։ Չգիտեմ, ամեն մարդ իր կարծիքն ունի, իմ կարծիքը լավ է վերաբերմունքս դեպի Նիկոլը։ Մի խումբ աղջիկներ էլ գոռում էին, բաներ էին գոռում։ Խելք հավաքի Միսից բաներ խոսա։ Դուք իսկ բացի այն որ լավ մարդ է, լավ այս կառավարման շրջանում բացի թոշակները, ինչ էլ դրական բան կհիշեք։ Ասում են անվտանգային խնդիրներ ունենք, որ Առողջապահության համար եմ խոսում, որ առողջապահությունը, օրինակ ես գնացել եմ վիրահատության անվճար, ինձ խոստացել են, որ անեն։ Ամեն ինչը, այդի մեծ նշանակություն ունի, որ թոշակառուներին 65+-ը որ կա։ Ինքը անվճար ամեն ինչ բժշկությունը անում է, օգնում է։ Հա, շատ շնորհակալ եմ։ Գնում այլ առաջ է գնում։ անվտանգային խնդիրներ, բայց դեռ լուծված չեն Նիկոլ Փաշինյանի օրոք տարածքներ կան, որ ադրբեջանցիք օկուպացրել են։ Ես այդ մասով չգիտեմ։
ադրբեջանցիներին։ Սամվել Կարապետյանի, Քոչարյանի, Ծառուկյանի մասին ինչ կասեք։ Ես մենակ այն գիտեմ, որ ընտրական բանով Նիկոլն է առաջինը Փաշինյանը, ես Նիկոլին կընտրեմ, այսքան բան Փաշինյանին։ Մնացածի մասին չեմ խոսում։ Նրանք ասում են Ռուսաստանի բան են, ինչ են, Ռուսաստանին են պատկանում, դժվար բանը, ինչ են ասում։ Սամվել Կարապետյանին ուզենան ժողովուրդը։ Դե այդպես լինի, ասում են Նիկոլ Փաշինյանն էլ Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշումների։ Դե ամեն մարդ իր կարծիքն ունի, ես տենց կարծիք չունեմ, չգիտեմ։ Նախընտրական զարգացումներին հետևում եք 100%։ եւ որ ուժի հետ եք հույսեր կապում։ Ես ոչ Փաշինյանի հետ։ Ես ճիշտ ասած, այստեղ չեմ բնակվում Ռուսաստանում։ Ու ընտանիքս էստեղ է։ Եկա ես Հայաստանի քաղաքացիություն չունեի, դաժե այն բանի համար որ մեծ ձայնով գույնա այդ ստորին չդամ էլի ձայն։ Դեմքս գուզես անել, պաժալստը։ Պարզ բանի ես Հակոբ Փաշինյանական եմ։ Այդ ստորը դուք մեզնից լավ գիտեք, սաղ տվեց։ Իմ բաստուրմանոր կդրես չէ, դիլի ինձ եւ բանկենից։ Հիմա ընտրելու հնարավորություն ունեք Հայաստանում։ Ես քաղաքացիություն ստացել եմ։ Ու որ ուժի կընտրեք օրինակ։ Հակոբ Փաշինյանական։ Դե հա, մյուս բոլորը Հակոբ Նիկոլա Փաշինյան։ Նարեկ է չէ ձեր անունը, հա, հիշեցի։ Կիրագոսյան։ Հա, հիմա Քոչարյանի, Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի որ ուժի հետ եք հույսեր կապում։ Այդ Փաշոնին ձև կսե երա բան չէ ինչ որ։ Պատերազմի Հա, բրես, հա։ Ես էդունց կդամ։ Էդունք պատերազմի չէ, նաբարոդ ինքն է պատերազմի։ Ռուսաստանում Նարեկ ջան, առաջ մենք որ մանգուկ այնք չէ, առաջ։ Այս ձևի թուրքին որ տեսնենք դուխով, այդ դուխով բառն էլ մուրնրեց այդ անասունը։ Հբարտ բանկեն էինք էլի։ Ռուսաստանից եկել եք որ ընտրություններին մասնակցեք։ Դո ճիշտ ասած չէ, ընտանիքս էստեղ է ապրում։ Ես պրոստո եկա, ես այնտեղ պաստայանն հետևում էի, դե հայ մարդինք էլի գիշեր ցերեկ հետևենք այն լուրերին բաներին, ստորացրեց այդ ստորը։ Եկա ես չունեի քաղաքացիություն, դուր համար բաներեցի շուտապույտ ստացա, հիմա ունեմ քաղաքացիություն։ Երբեք եկեք կներեք։ Ես դեկտեմբերի 20-ին գտե այդձև։ Բայց ընդդիմադիրներից ավելի ում եք հակված թե որ գան իշխանության։ Ով որ մեր երկիրը ձիգ ուժեղ կպայե։ Հիմա լսում եք Քոչարյանին էլ, Ծառուկյանին էլ, Սամվել Կարապետյանին էլ ում հետ եք հույսեր կապում։ Ես вообще-то ինձ թվաց է ես քիչմ տարիքս 60 տարեկան եմ, հակի մեծ եմ։ Ինձ թվաց է Քոչարյանի ճիշտ չկա, որովհետև железный кулак է քիչմ պետք, որ порядок եղնի, ինձ թվաց է։ Դες Սամվել Կարապետյանն էլ այդ մարդը զերոյից ստեղծել է հսկայական բիզնես։ Բիդի մարդուն գործով բանենես էլի, այսպես ասած, գնահատես։ Իսկ այդ Քոչարյանի օրոք խնդիրները, որ մատնանշում են կոռուպցիան, անարդարությունը, մարդու իրավունքների խախտումը, ընտրակեղծարարությունը, դա չի մտահոգում։ Ինձ թվաց է երկրագնդի վրա չկա այդ ձևի իշխանավոր, որ հասնի այդ բանին, էլի պրեզիդենտ դառնական պրեմիեր-մինիստր ու ինչ որ ամեն ինչ մաքուր եղնի։ Ինչ այս Փաշոյի ժամանակ չկա ինչ կոռուպցիա։ Այդ Ալենի աղբերն է կարծում ես ասֆալտի հերոսը, չէ՞ կարծում այդ ձևի բան։ Էլ իրանք ինքը չի աշխատում այդ ընկերությունը։ Չի աշխատում մյուսը։ Գումարները տեղերը փոխելիս գումարը չի փոխում։ Այսինքն ինչ գուզեմ ասել, ամեն իշխանավորն էլ կոռուպցիայի ինչ որ բանով զբաղվում է, 100%-ով արտարություն երբեք չի եղել։ Ինչ որ Քոչարյանին կսեն, ինձ թվաց է, էլի Փաշինյանի ստեղծագործություններն են, սրաբանությունը ուռճացված ձևով։ Այդ կղզիներ, այդ առյուծներ, այդ Աֆրիկաներ եւ այլն, չափից դուրս չափազանցված են։ Մզի կարևոր է որ մենք ունենանք ղեկավար։ Այդ կապիկություն չեն է պերաշկի կուտեն, ինչ կենե կուկուրուզ։ Չեք ուտում կարկանդակ։ Կարգանդակ ես ուրիշ եմ, ես պատասխան եմ տալիս մենակ ինձի համար։ Իսկ էդի հայ ժողովրդի դեմքն է իբր թե։ Շնորհակալություն։ 600,000 մարդ ընտրի, սա հայ ժողովուրդն ինձի ընտրի, բայց հայ ժողովուրդ 10-10 քանի հազարը։ Մասնակցելու եք ընտրություններին։ Այո,
ավելի հակված եք ում ընտրել, ում նախընտրական ծրագիրն Կարեն Կարապետյանը ճիշտ է, անձամ չեմ մոտեցել, չեմ ճանաչում, բայց ոսգում եմ, որ փոփոխություն կա, այս կյանքում կլինի։ Կարեն Կարապետյան անունով մարդ չկա առաջադրված։ Դե Կարապետյանի, ասենք ով կլինի Կարապետյանի։ Կարապետյանին նկատի։ Խա, Սամվել Կարապետյանը նկատի ունեմ, թեկուզ կլինի իր թեկնածուն, չգիտեմ անձամ ով կլինի, բայց զգում եմ, որ ասենք այս կյանքում փոփոխություններ պետք է, մարդ իր կյանքում պետք է փոփոխությունների հանդիպի, որ հասկաներ հետագանելիք է, բայց զգում եմ, որ ինչ որ փոփոխություններ կլինի, թեկուզ կա իմ համար չնի, բայց դիմացինի կամ աշխատատեղեր բացի, որոշ մարդիկ աշխատեն, չէ՞ հանդեպի վատաբրելակերպի։ Կարապետյանի հատկապես ոչ նախընտրական խոստումն է ձեզ գրավել։ Դա անձամ հիմնականում չեմ ասել, որ դենեն կտում իրանք ժողովանեն, որ հասկանեն, բայց կադրներով ասենք ցանկացած 0% վարկերը, աշխատատեղերը, մեծ բան էլ ասենք ուժեղ Հայաստան թե կազմում են, ուրեմն նշանակում մեծ բաներ են։ Տեղեկությունները, որ իշխանությունները հայտնում են Ռուսաստանի հետ է կապված եւ այլն, Ես մտածում եմ տոնեմ, ես բան կա, ես կողալն եմ, նատեն ասեմ, գիտեք ինչ կա, այս մարդը վադն է, այդ մարդը լավ է, բայց ես այդ մարդուն չսիրելով ասեմ վադն է, մի կարողա իրանք թե պրոտիվ են, էլ մեն ասում են խոսքի հանցագործա, մարդասպանա, չի կարելի ասենք իշխանության կարծիքը վերցնել իմ քննուներ դուս, պետք է քո սեփական ուղեղում քո կարծիքը ընտրել մարդուն տեսնելու։ Դուք որտեղից եք։ Գավառից։ Նախընտրական այս բաներին հետևում եք, իրադարձություններին ավելի շատ որ ուժի խոստումներն եք իրատեսական համարում։ Քաղաքացիական պայմանագրին, Նարեկ ջան։ Ինչու։ Դե տենալով մարդ պետք է կույր լինի, որ չնկատի անցյալը ու իմիգվա փոփոխությունները։ Ամեն ինչով։ Ինչ փոփոխություն եք տեսնում, օրինակ, որ իրենց բարձր պարգևավճարներ են տալիս, թոշակառուներին 10,000 դրամ։ Պարգևավճար գիտեք, ոնց հիմի ասենք սովորական պետական հիմնարկներում ամեն տեղ էլ ասենք հավաքարարից բռնած մինչև մեծ պարգևավճար ստանում են։ Մենակ իրանց մոտ չի։ Իսկ այն ժամանակ კი աշխատավարձ չէին տալի, նորմալ։ Տենց նորեկ ջան։ Բայց ասում են հիմա ուժեղ Հայաստանն է պետք, դրա համար դա կարող է Սամվել Կարապետյանը միայն անել։ Եթե խոսքով ուժեղ։ Այս հիմա ինչ որ անում են, հետո կգան ժողովրդին ավելի եսի ինչ կանեն։ Այդ ցավ ժողովրդի ջանից կհանեն, չգիտեմ, դա իմ կարծիքն է։ Իշխանությանն եք ընտրել։ Այո, անպայման։ Ասենք ոչ մի կապ չունեմ իրանց հետ, բայց որպես հասարակ քաղաքացի, 100% իշխանությանն է։ Դա իմ կարծիքն է։ Դուք հետևում եք նախընտրական քարոզարշավին։ Բարև ձեզ։ Նախընտրական քարոզարշավին հետևում։ Ընտրության գնալու եք։ Հա։ Ավելի շատ հակված եք իշխանությանը, թե ընդդիմությանը ընտրել։ Ոչ են, չգիտեմ, բայց քաղաքականությունը զերո մարդ է։ Մա որ ոչ են, ինչ եք գնում ընտրության։ Ոչ ավելորդ չգնեն իմ փոխարեն։ Քարոզարշավին հետևում եք։ Հետևում ենք։ Բովանդակային խոսք լսում եք պաշտոնյա տեխնացուների քաղաքական ուժերի կողմից։ Ոչ լիարժեք, համենայն դեպս կառավարության կողմից ոչ, ընդդիմությունից հայո։ Ում եք հակված ընտրել։ Չեմ ասի, գաղտնիք է։ Հետևում եք քարոզարշավին։ Այո։ Եվ ինչ հույսեր, ակնկալիքներ ունեք, ում ծրագիրն եք ավելի լավը համարում։ Փաշինյանի, միայն ու միայն։ Ինչի։ Տենց եմ ուզում։ Ասում են ուժեղ Հայաստան։ Ես տենց եմ ուզում։ Քարոզարշավին հետևում եք։ Ոչ։ Ընտրության գնալու եք։ Չգիտեմ էլ։ Քարոզարշավին հետևում եք։ Որ։ Ընտրության գնալու եք։ Չէ։ Քարոզարշավին հետևում եք։ Այո։ Եվ ուժերը խոստումներ ինչպես եք գնահատում։ Չեմ կարող ասել առայժմ։ Բայց բովանդակային է այս բանավեճը քաղաքական ուժերի մեջ, թե ավելի շատ լեզվակռվի է նման։ Կարծեմ թե լեզվակռվի անման։ Կողմնորոշվել եք արդեն։ Այո։ Բայց չեմ ասի առայժմ։ Իշխանության աշխատանքն եք դրական համարում, թե Ոչ, չեմ համարում։ Իսկ ընդդիմադիրներից ըստ ձեզ Քոչարյանի շանսերն ավելի շատ Ծառուկյանի, թե Սամվել Կարապետյանի։ Կարծեմ թե Սամվել Կարապետյանի։ Կընտրեիք օրինակ իրեն։ Ինչպես։ Իրեն կընտրեիք։ Ինչ ասեմ։ Հա, իհարկե կլինի։ Բայց ասում են նա ռուսական գծի մեջ է, կախվածություն ունի։
Չեմ գողնորոշում այդ հարցում։ Քարոզ Արշավին հետևում եք։ Քարոզ Արշավին գնալու եք ընտրության։ Չէ երևի։ Որտեւ ես ստեյշ սույնիքից եմ։ Ես եկել եմ հիվանդանոց։ Բայց Սյունիքում ընտրելու հնարավորություն ունեք, չէ՞ իրավունք։ Հոդ ստեյշ պետք է գնամ հասնեմ դե չեմ գնալու եթե։ Ծախսերի հետ կապված բան է, ես էլ ասել եմ հիվանդանոց։ Բայց իշխանության շանսերն եք բարձր գնահատում թե ընդդիմության։ Ես որ մեկն ասեմ իմ տարաբանը որ ես ապրել եմ, աղշատել եմ, որքան կոմունիստական եմ։ Քարոզ Արշավին հետևում եք։ Չէ, Կգնաք ընտրության։ կգնամ, այո։ Որ ուժերին եք հակված ընտրել։ Երևի թե Թաթոյանին։ Քարոզ Արշավին հետևում եք։ Դեռ ոչ։ Կգնաք ընտրության։ Անշուշտ։ Որ ուժերին եք հակված աջակցել։ Միայն իշխանության։ Ինչու։ Այդքան բարեփոխումներ։ Մի ժամ տվեմ։ Ինչ։ Մեկ ժամ տվեմ հիմա։ Չէ, այդ Մեկ ժամ թվելու բարեփոխում է իրականացրել Նիկոլ Փաշինյանը։ ուզում եմ ասել շատ բարեփոխումներ։ Իրենց պարգևավճարներն են բարձրացրել, թոշակներն են 10,000-ով բարձրացրել։ Որ իրանց պարգևավճար իրանցը արժի։ Խաղաղությունը միջև վերջ չեն հաստատել։ Խաղաղությունը ամենակարևորը։ Բայց չկա դեռ վերջնական փաստաթուղթ։ Կլինի։ Ընտրություններից հետո կլինի։ Այդ հույսով եմ, այդ կարծիքին եմ։ Ասում են Սամվել Կարապետյանը, որ գա ուժեղ Հայաստան կունենաք, հավատում եք։ Հիշեցի դերասան Հայկ Մարությանն էլ ասում էր ես լավ տղա եմ։ Այդ հիշեցի։ Եվ թող ասի, եթե ինքը դրանից ինքնաբավարարվում է, թող ասի։ իսկ Քոչարյանն ասում է իր օրոք ընդհանրապես պատերազմ չի եղել։ Քոչարյանը այն կարծիքին եմ, Քոչարյանը ինքնուրույն չի, ինքը ղեկավարվում է, ինքը ինքնուրույն չի։ Ում կողմից է ղեկավարվում։ Դե անշուշտ Պուտինի կողմից, Կրեմլի կողմից։ Դե այդպես որ լինի, ասում են Նիկոլ Փաշինյանն էլ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից է ղեկավարվում։ Օրինակ կարող են բերեն այտենց որ ասելով է, ասում են, բայց այտենց բան չկա։ Այտենց օրինակ չեն կարող բերեն, որ ես միշտ հետևում եմ ձեր ռեպորտաժները։ Բայց հիմա մենք այլ առիթով ենք հավաքել, դուք իշխանությանն եք աջակցելու, որտեղ կարծում եք լավ գործեր են արել։ Ես այո, կարծում եմ լավ։ Ու միայն Փաշինյանը չի, այդ Փաշինյանի թիմը, այդ ջահել տղաները, որ բավականին արդար են, մաքուր են, Փաշինյանի կողքը կանգնածները, անենց չի, որ ամբողջ հույսս Փաշինյանի վրա եմ դրել։ Ոնց որ նոր սերունդ է աճում ու լավ սերունդ է, այն սովետից մնացածները չեն։ Իսկ այդ կաշառքի վերաբերյալ ձայնագրությունները, որ հրապարակվում են, լուրջ համարում եք։ Չէ, բանը, կաշառք, հա, իրանք միշտ էլ է կաշառք տալիս են, այտենց միշտ եղել է, այտենց սովորեն ու պետք է ով եկեր են սովորել, ասեցի, սովետից մնացած այտենց հետո կրիմինալն էլ նշանակույթ բան ունի, իր ազդեցությունը ունի։ Քարոզ Արշավին հետևում եք։ Այդքան էլ չէ։ Գնալու եք ընտրության։ Երևի։ Ավելի որ ուժի խոստումներն եք իրատեսական համարում։ Առայժմ ոչ մեկի։ Ոչ իշխանության, ոչ ընդդիմության։ Ոչ իշխանությանը առավել։ Իսկ ընդդիմությունից հիմա ակտիվ են Ծառուկյանը, Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, ում շանսերը բարձր կգնահատեք։ Եթե Սամվել Կարապետյանին տնային կալանք տված չլինեն, երևի ինքը։ Որտեւ ժողովրդի 80-90%-ը Քոչարյանին, Սերժին չեն ուզում։ Իսկ գործող իշխանությանը։ Չէ։
Բայց ասում են Սամվել Կարապետյանն էլ ռուսական ազդեցության տակ է։ Այդ հլա հարց է։ Կարող է հենց իրանք բոլորն էլ կոալիցիա են։ Դա էլ հարց է, թե ով որտեղից է։ Կապ չունի, ասելը քիչ է։ Չէ՞։ Ինձ թվում է։ Քարոզ Արշավին հետևում եք։ Որ Քարոզ Արշավին։ Այս խորհրդարանական ընտրությունները ճիշտ է, պաշտոնապես դեռ չի սկսել։ Հունիսի 7-ի ընտրությունները ազգային ժողովի, բայց արդեն հիմնական ուժերը սկսել են թեժ հանդիպումներ, իրենց ծրագրեր։ Համացանցով հետևում ենք։ Ումն եք ավելի իրատեսական համարում նախընտրական խոստումը։ Ճիշտ ասած, հլա չեմ կողմնորոշել, բայց ոչ ներկա իշխանությանը։ Ինչու օրինակ։ Դե պատճառներ շատ են։ Կթվարկեք։ Ինչ թվարկեմ, չգիտեմ։ Ինչն եք խնդրարույց համարում, որ ձեր թոշակն են բարձրացրել, թե առողջապահության ապահովագրություն են ձեր համար ներդրել, դա եք խնդրարույց համարում։ Չէ, ինչ ասեմ, չգիտեմ։ Լավ, իսկ ընդդիմադիր ուժերից ում եք համակրում։ Ընդդիմադիր ուժերից ես ընդհանրապես հույս չունեմ, բայց միակ հույսս Վարդան Ղուկասյանն է, դոկ կուսակցությանն է, իսկ ներկա ընդդիմադիրների վրա հույս չկա։ Ծառուկյան, Քոչարյան, Սամվել Կարապետյան հույս չեն ներշնչում։ Դե չեմ կարող ասեմ։ Հետևում եք Քարոզ Արշավին։ Ոչ, Գնալու եք ընտրության։ ոչ, Ինչու, բայց դա ձեր սահմանադրական իրավունքն է։ Քարոզ Արշավին հետևում եք։ չէ։ Գնալու եք ընտրության։ Քարոզ Արշավին հետևում եք։ Ընտրության կգնաք։ Կգնաք ընտրության։ Ընտրության կգնամ։ Բայց Քարոզ Արշավին չեմ հետևում։ Այ ո՞նց եք կողմնորոշվելու, ում եք ընտրելու։ Ես շատ շուտվանից որոշել եմ։ Ընդդիմադիր թե իշխանական։ Իշխանական։ Ինչու։ Որտեղ ես կույր չեմ, ես տեսնում եմ ինչ է կատարում, ճանապարհներ, տրանսպորտ, ամեն ինչ տեսնում եմ։ Այդ ոչ իշխանականները երևի լավ չեն տեսնում, էլ չի երևում։ Հետո ես վարորդ եմ, ես դուրս եմ գալի ռայոնները, մի հատ ոնց ասեմ, խոսք չկա։ Իդեալական ճանապարհներ է, այդ ամբողջը գումարներ է, չէ, աշխատանք է։ Բայց նույնիսկ Երևանի փողոցներում փոսեր կա։ Երևան Անդրևն է, չի կարելի Անդրևի ժամանակ ասֆալտ անել։ Անդրև չլինի, 3 գիշերը ամբողջ գիշերը ասֆալտ են, աշխատում են։ Բայց ասում են այս իշխանության օրոք խաղաղության խնդիր կա, անվտանգության խնդիր։ Այդ մեկը ինձ հետաքրքիր չէ, այդ արդեն ամենաբարձրները իրանք են որոշում։ Իրանք սխալ բան չեն անի։ Բայց որ երկիր է կառուցվում, ես դա տեսնում եմ իմ աչքով։ Ասում են Սամվել Կարապետյանը որ գա ավելի ուժեղ Հայաստան կունենա։ Չի կարա։ Չի կարա, ինքը միջին մեծ չեմ ասում շատ բարձր, միջին կարգի բիզնեսմեն է։ Ռուսաստանում միջին կարգի բիզնեսմենը դա ունևոր է։ Եթե վերցնենք միջազգային չափանիշներով ինքը շատ փոքր է, թույլ է։ Իսկ իշխանականներին շատ եմ հարգում մի բանի համար, որ այսօրվա իշխանության ղեկավարը օր-օրի զարգանում է, օր-օրի աճում է։ Ես կույր չեմ, տեսնում եմ այդ ամբողջը։ Ես չեմ սիրում ղեկավար, որը միշտ նույն տեղում է դոքում։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչով է զարգանում։ Հաջան։ Ինչով է Նիկոլ Փաշինյանը զարգանում։ Գաղափարապես ինքը զարգանում է, ես տեսնում եմ, թե քաղաքականապես, թե ամեն ինչով ինքը աճում է։ Չեք նկատում դուք էդի, ասենք 2 տարի առաջ ինքը լրիվ ուրիշ մարդ էր, հիմա լրիվ ուրիշ մարդ է։ Հետո այդ ոնց եք պատկերացնում, Սամվել Կարապետյանը ի վիճակի է նստի համաշխարհային լիդերների հետ մի սեղանի շուրջ, կարա։ Չի կարա։ Ինչու։ Չի կարա, որտեղ գիտեք ինչ, այդ ամեն ինչին հասնելու համար պետք է զարգանալ, աճել, ինքը հələ զարգացած չի։ Ինքը լավ տղա է, լավ բիզնեսմեն է, բայց երկիր ղեկավարելը Իրանը չի։ Քարոզ Արշավին հետևում եք։ Ինչ Քարոզ Արշավ։ Ազգային ժողովի ընտրությունների։ Հա, հետո։ Հետևում եք։ Հա։ Եվ Նախ ներկայացեք։ Նարեկ Կիրակոսյան։ Լավ եղավ։ Հետո որ ուժի ծրագրերն եք ավելի իրատեսական, ավելի ԿՊ-ի։ Ինչու։ Ինձ դիրա գալի, զուտ բանո։
Դուք Քարոզարշավին հետևում եք խորհրդարանական ընտրությունների։ Չէ, Գնալու եք ընտրության։ Քարոզարշավին հետևում եք ընտրությունների։ Չէ, Բայց գնալու եք ընտրության։ անպայման իհարկե։ Արդեն կողմնորոշվել եք ում եք ընտրել։ Դեռ չէ, բայց կկողմնորոշվենք։ Ումն է ծրագիրն է ձեզ դուր գալիս։ Դե տենց չեմ կարող ասեմ։ Ընտրությունների գնալու եք։ Իհարկե գնալու։ Որ ում ծրագիրն է ձեզ դուր գալիս։ Ոչ ներկա իշխանության։ Դուք Քարոզարշավին հետևում եք։ Այդքան էլ չէ, կիսով չափ։ Գնալու եք ընտրություններին։ Իհարկե։ Բա եթե Քարոզարշավին լավ չեք հետևում, ոնց է կողմնորոշվելու։ Դե ես արդեն կողմնորոշվել եմ։ Ում եք ընտրելու։ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու։ Այդպես եմ ուզում։ Լավ է, բայց իր օրը։ Ինձ համար այո։ Սամվել Կարապետյանն ավելի ուժեղ Հայաստան է խոստանում։ Չեմ ժխտում եւ չեմ հակաճառում ձեզ հետ, բայց ես իմ սկզբունքներն ունեմ։ Քարոզարշավին հետևում եք։ Չէ, Գնալու եք, բայց ընտրության։ միանշանակ։ Բա եթե Քարոզարշավին չեք հետևում, ինչպես եք Որովհետև գիտեմ ում եմ ընտրելու։ Ում։ Իրավունք չունեք հարցնեք։ Մերսի։ Գնալու եք ընտրության։ Դեռ չեմ որոշել։ Բայց ավելի շատ իշխանական թե ընդդիմադիր։ Իշխանական։ Ինչու։ Ընդդիմադիրներին չեմ համակրում։ Քարոզարշավին ընտրությունների։ Ну так обобщенно հերվից рыть. Есть ցանկանում եմ я желаю выборам больших успехов. Безусловно, Տարեգ ուրեմն ում պրոյեկտը լավ լինի, նրան էլ գալսավաց կանեն, Հիմա ումն եք լավը համարում, իշխանությանը թե ընդդիմությանը։ Հագրեսիվնի, գիտեք, ես համարում եմ այսպես, էլի է, мое раздумье, например, о том, что а кто не был президентом? Մեր հարգելի Գագիկ Ծառուկյան президент չի եղել։ Ես կցանկանամ վերինք լինի։ Потому что он исключительно добрый человек. Он 8-й человек в мире, именем которого իր անունով աստղի անում են դրել нашей прекрасной галактике. И кроме этого, ինքը շատ гуманиста для стран Южной Америки թոշակառունց համար ինքը обеспечивает окносներով. Это գիտեք ինչա, большое мировое событие. Ով կանի տենց բան, չէ, редко кто. Так что он первый, и вы знаете, я желаю, чтобы он был президентом. Ինքը չի եղել. Իսկ մյուս կանդիդատները հարգելի ուրեմն եղել են մի անգամ, երկու անգամ Բայց Սամվել Կարապետյանն էլ չի президент եղել։ Армении. Ինքն էլ չի եղել, էլի, тоже очень современный, прогрессивный руководитель. Он, потому что, Парон Джан, телевидение Хамарачи интервью, ой, большое вам спасибо, потому что он, если его высказывания я читал, իր ասվածքը այնքան հետարքիր բաներ կա, буквально асумта, это же фантастическая мысль. Ее хочет фантастику превратить в жизненные факты. То есть неужели это возможно? Че подробности потом? Оказывается, да. Он нашел конкретные пути. Чего не найдешь у других кандидатов. Բայց լավ մարդ լինելը քաղաքականության մեջ բան է, ցուցիչ է, որոշիչ է, որ դուք դրանով եք առաջնորդվում։ Ես գիտեք, безусловно. Ես ուսումնասիրում жизнь, я изучаю одновременно жизнь великих людей, потому что там есть прекрасные примеры. Например, меня волнует жизнь Леонида Ильича Брежнева. И вы знаете, он так организовал общественные отношения. Значит, так была и прекрасная дисциплина, и работа, все.
Он был большим гуманистом нашего времени. Яака художник, скульптор и поэт Ваник Ваган Сергеевич Епископосян. И, дорогие телезрители, дорогие корреспонденты, я хочу вам сообщить, мой отец тоже был гуманистом. Քարզարշավին հետևում եք։ Այո, Գնալու եք ընտրություն։ իհարկե, Իշխանական թե ընդդիմադիր ուժերի խոսում։ իշխանական։ Ինչու։ Իրենց աշխատանքը հավանում են Ինչ որ աշխատանք։ բոլորը։ Եվ որ աշխատավարձներն են բարձրացրել, ամեն ինչ, մենք դեպի լավին ենք գնում։ Դուք պետական համակարգում եք Այո։ աշխատում։ Այո, Ասել են պետական համակարգին գնալ իշխանության ընտրել։ ոչ, չեն ասել, դա կամքն է, ընտրությունը մարդն է որոշում։ Բայց անվտանգության, խաղաղության առումով հույսեր կան։ Ամեն առումով այս իշխանությունը շատ լավն է։ Սամվել Կարապետյանն ուժեղ Հայաստան է խոստանում։ Խոսք է տալիս, իսկ միջև հիմա ուր էր Սամվել Կարապետյանը։ Ռուսաստան։ Իսկ ինչի Հայաստանում չէր։ Այդքան բաներ էր անում, ծրագրեր էր անում։ Չէ, Սամվել Կարապետյանը բացարձակ պետք է հեռու մնա քաղաքականությունից։ Ինձ թվում է ինքը իրավունք էլ չունի ընտրություններին մասնակցել։ Իմ կարծիքն է դա։ Չի մասնակցում, առաջադրված չի, իր ուժն է մասնակցում։ Ուժն է մասնակցում, բայց ես կոնկրետ իրեն չէի ընտրի։ Քարզարշավին հետևում եք։ Չէ։ Դուք հետևում եք քարզարշավին։ Այո։ Գնալու եք ընտրության։ Իհարկե, Ավելի շատ որ ուժի խոստումներն են ձեզ գրավում։ գաղտնիքա։ Չէ, չեմ ասում ում եք ընտրելու, ասում եմ ումն եք իրատեսական համարում։ Գործող իշխանության։ Ինչու՞, որտեվ ասում են այս իշխանությունը խաղաղության, անվտանգությունը հաստատված չի լիարժեք։ Դե չգիտեմ։ Կարծում եմ որ կհաստատվի խաղաղությունը անպայման։